Քաղաքացիական պայմանագիր առիթից օգտվում է գաճաճ ընդդիմություն է թույլ տալիս իր դեմ։ Թույլ է տալիս այ ինչ որ ասացի, որ արտասահմանից օժանդակություն ստանա, այսինքն օտար պետությունները, ոչ բարեկամ պետությունները Հայաստանը հարմարեցնում են իրենց քաղաքական գործիչներով։ Ոչ թե մեզ է հարմարվում Հայաստանը, հայկական պետությունը հարմարվում է պայմանական ասենք X պետությանը, որտեղ իր ագենտները այստեղ քաղաքական կուրս են մշակում։ Ուրեմն ես կարծում եմ, որ դա լավ չի։ Դա կարելի է, բայց դա լավ բան չի, արգելված չի, բայց տգեղ բան է։ Ես կարծում եմ, որ հարկավոր է այդ հարցը լուծել Հայաստանի զարգացման համար, հայկական պետության անվտանգության համար, ճիշտ է, որ հավասարազոր, հավասար ուժերով, ասենք 49-51% կամ 48-52% մրցակցություն լինի հավասար ուժերի մեջ, այ որ մենք կարողանանք հիմա օրինակ վաղար շաբաթում այդպիսի մի օրինակ կա քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուն եւ այդ եվրո ինտեգրացիայի կողմնակից, այսինքն այդ Արգիշտի Մխիթարյանը եւ Հարություն Մկրտչյանը, նրանք նույնն են, անկախական են, այ նրանց մեջ է գնում մրցակցությունը, ոչ թե ասենք ֆեոդալիզմի եւ ժողովրդավարության, հիմա այդպես էլ կա, այդ ֆեոդալիզմը ընդհանրապես պետք է քննարկվի, ես դա եմ ասում, այ վաղար շաբաթը լավ օրինակ է, մրցակիցները նույն հարթության արդյունքներից հետո կդատենք, հա, դե կարևոր չի արդյունքը, արդեն կա նախադեպը, որ այնտեղ պայքարում են իրար դեմ երկու իմ կարծիքով արժանավոր ուժեր, ով էլ հաղթի, մենք հաղթելու ենք, մենք շահելու ենք, իսկ ազգային ժողովի դեպքում, հիմա ոնց որ հիմա կա ազգային ժողովը, այս դեպքում Հայաստանի Հանրապետությունը կորուստներ ունի, որովհետև ազգային ժողովի աշխատանքները ձախողվում են, իրականում օրակարգը դարձել է քրեա օլիգարխիկ համակարգի պաշտպանությունը, թե դատապարտումը։ Ազգային ժողովը չի կարող դրանով զբաղվել։ Հիմա մեր ազգային ժողովը մի թևը պաշտպանում է քրեա օլիգարխիկ համակարգի շահերը, մյուս թևը դատապարտում է դա, իսկ օրինակ կուսակցությունների մասին, կրոնական կազմակերպությունների մասին օրենքը այսօր օրակարգում չկա ազգային ժողովում, դա կարծում եմ լավ չի։ Կոչ եմ անում մեր երկրի իշխանություններին, որ հակապետական մեր երկրին վնաս բերող բոլոր տեսակի քարոզչական ինստիտուտները արգելափակի, պետք է փակվեն, դրանք իրավունք չունեն մեր երկրում, մանավանդ մեր փողերով գործելու, մեր փողերով, դա է կարևորը, այո, հանրային եթերում, մեր համար մենք իրավունք ունենք թույնից հրաժարվելու, իսկ եթե մարդը կամավոր ինչ է անում, դա իր գործն է։ Կարևոր։ Այո, դա է կարևորը, որ այո։ Մեր փողերով ես համաձայն եմ, որ փակվի։ Հետո պետք է հիշենք նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական բանաձևը ճոճանակի, ոնց է կոչվում դա, բալանսի, այդ բալանսը կոչվածը ճոճանակն է, մի օր արևմուտքում, մի օր արևելքում։ Այսինքն նայած որ օրն է Նիկոլ Փաշինյանը հանդես գալիս, երբ որ ինքը արևմտյան օրն է իր, այսինքն կենտ եւ զույգ օրերը վերցնենք, իմիջայլոց Երևան քաղաքի քաղաքապետները թողեւանա կարող է ավտոներին արգելել կենտ եւ զույգ օրերի երթևեկություններ։ Նիկոլ Փաշինյանը որ կենտ օր է, նա արևմտամետ է, երբ որ զույգ օր է ինքը արևելք։ Այսինքն դա կարող ենք պատասխանել, այո, դուք կոչ եք անում, միանում եք այդ կոչին, բայց արձանագրում եք, որ Փաշինյանը, քանի որ բալանսավորված քաղաքականություն է վարում, դրա համար նա այդպիսի կտրուկ քայլերի չի գնում, այո։ Կտրուկ քայլերի չի գնում, որին ես դեմ եմ։ Ես կարծում եմ, որ ճիշտը շիտակ լինելն է, մենք պետք է հայտարարենք, որ մենք դեմ ենք բռնությանը, ատելությանը եւ այլն։ Վաղարշաբաթ համայնքի ընտրությունների շտաբն է, դա ես աջակցում եմ Հարություն Մկրտչյանին ու դա Հարություն Մկրտչյանի թիմակիցներն էին, քելեղ չէր։ Եթե քելեղ էր, ուրեմն այն մյուսների քելեղն էր։ Եվ ես ինձ համար պատիվ եմ համարում այդտեղ լինելը, ես հավանում եմ նրանց
անուն ազգանուններով, ում մասին որ դուք խոսեցիք, ես նրանց հավանում եմ, նրանց գաղափարակից եմ, ասենք Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Անահիտ Ադամյանը կամ Հարությունը Մկրտչյան երիտասարդ քաղաքական գործիչ է, եւ հիմա ես բնակվում եմ Վաղարշապատում, ես գրանցված եմ Վաղարշապատում, Սուրբ Էջմիածնում։ Դուք էլ եք ընտրություն։ Ես ընտրությունների մասնակից եմ, որպես քաղաքացի, ինձ այնտեղ խնայում են, աշխատանքներին չեն մասնակից դարձնում, այնպես որ մի նեղվեք։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ալո։ Այո, սիրելի Նարաքելյան, ինձ խնդրում եմ մի րոպե ժամանակ տակ շատ կարճ մի հատ նախաբան ունեմ, մի հատ էլ հարց ունեմ մեր սիրելի 2026 թվականի ազգային ժողովի փորձագետ պատգամավոր Ազատ Աշակյանին։ Okay, ուրեմն հարցս այսպեսին է, առաջինը, որ բոլոր ես փորձագետներին, ունեմ բոլոր հայկական աշխարհի հայկական ժամերը լսում եմ անդիմություն փորձագետի շանսոնը, եթե իմիջ ես բերում, բոլորը դեպի արևմուտք են ասում, մեր փրկությունը արևմուտքի մեջ է, արևմուտք ասելով մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ենք հասկանում, որովհետև Կովկասում ունենք 400 հարևաններ, որոնցից երկուսը, ասենք Իրանն ու Վրաստանը, ասենք հարևաններն են, բայց ունենք թշնամի կամ ոչ բարեկամներ Ադրբեջան ու Թուրքիան, եւ ունենք մի հատ էլ նախկին դաշնակից Ռուսաստանը, որ այդ ինձ ոչ մեկին ձեռքի տալի մեր Հայաստանի հզորացումը տնտեսական եւ ռազմական, ոչ մեկին։ Հիմա երկրորդ հարցը սիրելի Ազատյան, ուրեմն մեր բանակի մասին, որ դարձրեցին 16 ամիս տարով, 6 ամիս կրճատում են։ Ես դրան համաձայն եմ, եթե դա իսկապես իրագործվի իր նպատակին, հիմա բացատրեմ շատ կարճ։ Ուրեմն մենք կորցրեցինք այդ 44 օրյա պատերազմում 4-5,000 երիտասարդներ, որ հիմա մենք երիտասարդների պակասություն ունենք, կոպիտ ասեմ աղջիկներն չեն կարողանում ամուսնանալ, շատ կոպիտ եմ խոսում կներեք։ Հիմա մարդիկ զինկոմիսարիատներին, վայնկամատներին իրանց վերջի կոպեկն են տա, որ երեխան բանակ չգնա, կամ վերջի կոպեկը տները ծախում են, որ այսան արտասահման որ բանակ չէ տա, իհարկե Ռուսաստան եւ Ուկրաինա չեն կարա, որտեղ այդան մահվան են ուղարկում։ Հիմա հարցս է, եթե հետ ժողովուրդ այդ երիտասարդները մնան, կարճ ասելով գնան ծառայեն, եւ այդ փողերը, որ 6 ամսվա բանակը որ կրճատում է, ինչքան փող պետք է ծախսել, էդի դնի իր ռազմական ծախսեր մեր բանակ ուժեղացնի եւ մեր երիտասարդությունը շատանա, մեր հայրենիքը։ Պարզ է, շնորհակալություն, մեզ մի րոպե է մնում, ես թույլ տամ պատասխանեմ։ Ես կարծում եմ, որ դա խիստ մասնագիտական եւ հույժ գաղտնիքներ պարունակող հարց է։ Մենք չենք կարող հրապարակային քննարկել ինչ է տեղի ունենում զինված ուժերում, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ 3 ամսով աղջիկներին նույնպես օրիորդներին պարտադիր զինվորական ծառայության հրավիրեն, դա ոչ միայն բանակը ուժեղացնելու, բանակի հոգեբանական վիճակը բարելավելու համար է, ճիշտ 3 ամիս կամ 6 ամիս աղջիկների ծառայությունը, այլ մենք պետք է իմանանք, որ ճիշտ եք ասում, շատ վտանգավոր տարածաշրջանում ենք ապրում եւ ճիշտ է, որ կանայք առնվազն քաղաքացիական պաշտպանության, այ Գրաժանսկա բարոնա, որ ունեինք մենք գտողի եւ դպրոցում էինք անցնում եւ բուհերում աղջիկները 6 ամիսը կամ բուժքույրեր էին։ Այո, դպրոցը ավարտելուց հետո աղջիկները անցնեն զինվորական, դա շատ լավ պայմաններում, ես ասեմ, որ այն հիմա ինչ որ կա, այդ զորանոցային, այդ դրա մասին չէ, լավ պայմաններում աղջիկները նույնպես անցնեն ծառայության, դա եւ մեր ժողովրդի համար լավ ընտանեկան հարաբերությունները կամրացնի, կկարգավորի եւ հայրենիքի պաշտպանությունը կմեծանա։